Նախ Իրանը որոշեց Ադրբեջանի պետական հեռուստաալիքը ASTV-ին ներառել թշնամական լրատվամիջոցների ցանկում։ Թեհրանից պաշտոնական պարզաբանումներ առայժմ չկան, մասնագետները միայն ենթադրում են, որ սա կարող էր ունենալ հնարավոր երկու պատճառ՝ կամ իրանցիների ազգային անվտանգությանը հակասող կեղծ լուրերի տարածումը, ինչի հարցում Բաքվի քարոզչամեքենան վաղուց չեմպիոնի համբավ ունի, կամ Իսլամական Հանրապետության դեմ պատերազմող Իսրայելի հետ Ադրբեջանի սերտ հարաբերությունները։ Ադրբեջանի լրատվամիջոցները դարիներ շարունակ անընդհատ Իրանի դեմ մեծ պրոպագանդա են իրականացնում եւ թույնավորում են իրենց ժողովուրդը Իրանի դեմ կեղծ ինֆորմացիաներով եւ վերլուծականներով։ Դա միայն լրատվամիջոցի անկախ որոշումը չի, դա պետական քաղաքություն է, որը հարևան երկրների դեմ իրականացնում է եւ դա զանգվածային բնույթ ունի, դա պետական քաղաքություն է եւ Իրանի կողմը այդպես կնահատվում է։ Իրանում որևէ մեկին նկատելով համագործակցում է այս սև ցուցակում հայտնված արդեն նաև Ադրբեջանի պետական հեռուստաալիքի հետ, մինչև իսկ քրեական պատասխանատվության դուռը կհասցնեն։ Դա լրատվական պատերազմ է, տեղի է ունենում Իրան եւ Ադրբեջանի միջև։ Բաքվից էլ արձագանքը չուշացրին Ադրբեջանի այսպես կոչված մեդիայի զարգացման գործակալությունն է պատասխանել ASTV-ին թշնամական մեդիա կառույցների ցանկում ներառելու Իրանի որոշմանը։ Զարմանք են ապրում, հիշեցնում ադրբեջանական օրենսդրությամբ ամրագրված փոխադարձության սկզբունքի մասին, երկրի տարածքում անօրինական ճանաչում իրանական մեհր լրատվական գործակալության եւ եւս մեկ հեռուստաալիքի, ինչպես նաեւ դրանց ներկայացուցիչների գործունեությունը։ Գործակալությունը նաեւ կոչ է արել տեղական լրատվամիջոցներին եւ լրագրողներին չհամագործակցել այս լրատվամիջոցների հետ։ Եվ Իրանը եւ Ադրբեջանը միմյանցից որոշակի սպասելիքներ, ակնկալիքներ ունեն եւ ըստ էության դրանք չեն բավարարվում եւ խնդիրը հասնում է մեդիայի սահմանափակումներին։ Բաքվի դեպքում իրավիճակը պետք է նայել նեղ եւ լայն պրիզմայով։ Բաքվի ավտորիտար եւ ավելի աշխարհիկ վարչակարգի համար մեծ ներքին սպառնալիք է կազմակերպված իսլամական ընդդիմությունը եւ նույն ալիքները, որոնք որ փակվել են, մեհրը եւ սեհերը, այնտեղ բարբերաբար եղել են նաեւ հրապարակումներ, որոնք կարող էին ուղղակիորեն ազդել հենց խիստ իսլամական ուղղվածություն ունեցող այդ ընդդիմության վրա։ Մյուս կողմից, ըստ մասնագետի, Ադրբեջանին գրգռել է նաև իրանական մեդիայի հանդիմանող կեցվածքը Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնելիք թրիփ երթուղու նկատմամբ, որը Միացյալ Նահանգների քավորությամբ ապահովելու է Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ անցումը։ Ըստ էության, հենց Իրան-Ադրբեջան այս տեղեկատվական հակամարտություն ասվածը հայելին է այն աշխարհաքաղաքական իրավիճակի, որը առկա է երկու երկրների հարաբերություններում հատկապես 20 թվականից հետո եւ այս մեդիա սահմանափակումները ըստ էության սեփական անվտանգային համակարգերը պաշտպանելու փորձեր են։ Անհամաձայնություններ, դիվանագիտական կսմիթներ, հիմա արդեն գործը հասնում է լրատվամիջոցների ձայնը կտրելուն, մինչև ուր կարող է ձգվել Թեհրան-Բաքու լարվածությունը։ Փորձագետների համար միանշանակ է շիկացած մթնոլորտը պարփվելու շանս առաջիկայում չի ունենա։ Քանի դեռ Բաքուն Իրանին դիտարկում է որպես գաղափարական սպառնալիք, իսկ պաշտոնական Թեհրանը Բաքվին որպես այդ պլացդարմ ասվածը, տեղեկատվական այս պատերազմը լավագույն դեպքում կանցնի լատենտ վիճակի։ Տեղեկատվական ճակատում հերթական սահմանագիծն արդեն գծվել է, թե որը կլինի հաջորդ մրցադաշտը, դիվանագիտական, թե ազդեցության մյուս հարթակները, հարցն առժամանակ օդից կախված կմնա։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։